Նրան տապանի հյուրն է քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, զրուցելու ենք տեսակապով։ Պարոն Չիբուխչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Օգոստոսի 8-ից 1 ամիս է անցել, մի փոքր ավելի, այս ընթացքում ԱՄՆ նախագահը հասցրել է մի քանի անգամ պարծենալ իր դերով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցում, նաև հասցրել է մի քանի անգամ Հայաստանը անվանել Ալբանիա։ Տպավորություն է, որ հատուկ է անում ԱՄՆ նախագահը, ինչ կարող եք ասել, եթե Հայաստանը իրենց համար կարևոր է հավերժական բարեկամության տեսանկյունից, ինչպես կարող է ԱՄՆ նախագահը շփոթել երկրի անունը։ Դե մենակ Հայաստանը չի Ալբանիա անվանում, Ադրբեջանն էլ է։ Դե Ադրբեջանը հազիվ է արտաբերում։ Այո, Ադրբեջանը անվանել, ընդ որում առաջին շրջանում Հայաստանը լավ էր ասում, բայց Ադրբեջանն էր դժվար ասում։ Հետո սկսեց Հայաստանը Ալբանիա անվանել։ Տեսեք, ամերիկացու համար ընդհանրապես բան է, երբ որ անգամ այստեղ առաջին անգամ հարցնում են որտեղից ես, ասում ես Արմենիա, առաջինը որ պատասխանում է, ինքը ասում է Ալբանիա, այսինքն այդ նորմալ է, այդպես լինում է։ Իրանց մոտ իրանք այդ լսողության արտասանման հետ կապված, այսպես իրանց համար Արմենիա ասելը ավելի բան է, կարծես դժվար է, քան Ալբանիա ասելը, չգիտեմ։ Դրա համար այս առումով պետք է հասկանալ, որ Տրամպը մենակ այդ չի, Տրամպը էլի դեպքեր ա եղել, էլի անուններ ա խառնում եւ այլն։ Հաշվի առեք 79 տարեկանը, այդ էլ կա։ Բայց եւ ես չեմ կարծում, որ իրականում պետքա դրան շատ մեծ կարևորություն տալ, անկեղծ ասած։ Իսկ այն որ ինքը անդադ շեշտում է, ուրեմն ես վստահ եմ, որ ինքը ուղղակի հիմա անընդհատ վերջին շրջանում սկսել է, որտեղ վերջինն էր դա Հայաստանն ու Ադրբեջանը, որ ինքը կարգավորեց, այսինքն ինքը անդադ հիմնականում, եթե նկատել եք, խոսում է դա ուկրաինական համատեքստում։ Այսինքն, երբ որ իրան ասում են, ինքը ասում է ես ինձ թվում էր դա ամենահեշտը կլինի կարգավորելը, բայց ես կարգավորեցի 7 կոնֆլիկտ եւ վերջինն էլ Հայաստան-Ադրբեջան, որոնք իրանք չգիտեմ, երկար կռվել են եւ այլն։ Մի հետարքիր հանգամանք կա, այլ հետաքրքրականը միշտ ուշադրություն դարձեք, երբ որ ինքը առանձին է անդրադառնում։ Օրինակ, ես վերջերս ինքը առանձին post-ով անդրադարձավ, դա այն ժամանակ, երբ որ պատվիրակությունները գնացին հետ։ Հայաստանից ամերիկյան պատվիրակությունը, որը բանակցում էր, եւ Ադրբեջանից ամերիկյան պատվիրակությունը։ Այդ ժամանակ դա արդեն մեսիջ է, բայց սովորաբար այդ ելույթների ժամանակ, երբ որ հատկապես ինքը անդրադառնում է Ուկրաինային եւ փորձում է արդարացնել, թե ինչու ինքը չի կարգավորել միջև հիմա, խորհուրդ կտամ այդ դեպքերում առանձնապես ուշադրություն դարձնել։ Ասում եմ, հիշարժաներ վերջին շրջանում, երբ որ պատվիրակությունները հետ գնացին եւ ինքը եւ վստահաբար հաշվի առնելով Ադրբեջանում ամերիկյան պատվիրակության հայտարարությունը ներկայացրել են խնդիրները եւ Տրամպն շատ լավ գիտի, որ խնդիրներ կան եւ շատ լավ գիտի, որ դեռ ասում այս խմորը շատ ջուր է քաշելու եւ հələ կարծում ընթացքում էլ մենք տարբեր այսպես բարբերականներից հեղինակավոր Axios-ներից, չգիտեմ, Financial Times-երից, New York Times-երից կլսենք ուրեմն հետաքրքիր ինսայթներ, չեմ բացառում։ Դրա համար այս իմաստով ինքը ուղղակի պետք է ուշադրություն դարձնել վերջի այն բանին, այն post-ին, որտեղ ինքը խոսեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը տենց Փաշինյանն ու Ալիևը տենց բան են, ընկերներ են, հավերժ խաղաղություն է եւ այլն։ Դա կարծում մեսիջ էր Հայաստանի եւ Ադրբեջանին, որպեսզի զգոն պահի եւ հետ չգնան այդ ճանապարհից, որովհետեւ ես ենթադրում եմ այն ազդակները, որ ինքը ստացել էր Ադրբեջանից եւ նաեւ չեմ բացառում, որ Հայաստանից իրեն մտահոգել էին եւ դրա համար անմիջապես այդպիսի post հատուկ դրվեց։ Սա է խնդիրը եւ իսկ այդ անվան այդ բանի աղավաղման վրա իրոք պետք չի այդքան ուշադրություն դարձնել, որովհետեւ ես արդեն երկար ժամանակ հետևում եմ ամերիկյան քաղաքականության մեջ եւ Բայդենն էր խառնում անունները եւ Թրամփն է խառնում անունները, շատ նորմալ է, այդտեղ պետք չի ոչ մի ուրիշ ենթատեքստ փնտրել։ Շատ լավ, պարոն Չիբուխչյան, եթե բուն նախաստորագրված փաստաթղթին անդրադառնանք, Հայաստանը միջանցք է տվել, ինչպես պնդում են այդ փաստաթուղթը քննադատողները։ Հայաստանը դեռ ոչ մի բան չի տվել։
Իսկ թե ինչա տվել, դա པարզ կդառնա դետալները པարզելուց հետո։ Մենք ակնհայտ է, չէ, որ դետալները չգիտենք։ Այսինքն, քանի դետալները པարզ չի, մենք չենք կարող իմանալ Հայաստանը կոնկրետ ինչ է տվել։ Այսինքն Իսկ սա կարող ենք կարևորագույն գոնե փաստ է եւ այդ այն խոսակցությունները մինչև էսպա թե ինչ է տվել հայ, որ ասում են արդեն տվել է, նայել ասում, չգիտեմ, սրանք ասում են արդեն ոչ մի բան չենք տվել եւ այլն։ Դրանք ամբողջը ինչ որ քարոզչական մեկը մյուսին վարկաբեկելու, մյուսը արդարանալու, երրորդը չգիտեմ ինչ, իրականում պետքա հստակ հասկանալ, որ Հայաստանը դեռ ոչ մի բան չի տվել։ Ավելին ասեմ, այն պայմանագիրը, որ կա, մեզ թույլ է տալիս ոչ մի բան չտալ։ Բայց որpիսի մենք ոչ մի բան չտանք, պետքա հստակ եւ ես վստահ եմ անգամ, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը շարունակում է Միացյալ Նահանգներում մնալ այլ ավելի վստահելի, քան Ադրբեջանի նկատմամբ։ Մի մոռացեք, որ Թրամփը Ալիևին շատ լուրջ եւ կոշտ ակնարկ կարեց հենց նույն հանդիպան ժամանակ իր 20 քանի տարի 22 տարի պաշտոնին մնալու հետ կապված։ Այսինքն դուք կարծում եք դա ակնարկ էր, իսկ այստեղ մեկնաբանում են, որ Թրամփը հիացած էր բռնապետ Ալիևով։ Ես այդտեղի գիտեք ցավում եմ, բայց այդտեղի վերլուծական դաշտը պլինտուսից ցածր մակարդակի վրա է։ Այսօր պատահական մի հաղորդում էր ուղարկել հետևորդներից մեկը, որտեղ մեկնաբանում էին ուրեմն Ադրբեջան էր գնացել, կարծեմ Արաբական Միացյալ Էմիրությունների ուրեմն եթե չեմ սխալվում շոյություն չի դավաճանում Արաբական Միացյալ Էմիրությունների ուրեմն ղեկավարը եւ ուրեմն լսեցի մեկնաբանություններ ուղղակի դա գիտեք ինչ եթե դա մեր վիճակը չէր այդքան լուրջ կարելի էր մի լավ քահքահ ծիծաղել դե ինչեր են խոսում ընդհանրապես ասենք չգիտեմ ասում Ալիևին մեսիջ էր տարել արաբական պետություններից որպիսի կողմնորոշվի այսինքն ցնդելու մի բան էլի որ ասենք ես իմ ալիքում ներկայացնում խորքային բացատրում եմ իրականությունը, որ անգամ արաբական երկրները շատերը ուրախացել են այն գործողությունը, որ Իսրայելը իրականացրել է Քաթարում, որտեղ բազմաթիվ հարցեր կան անգամ արաբական երկրների միջև։ Բացատրում եմ թե ինչու։ Մեկ էլ դուրս է գալիս մի հատ ինչ որ մեկը ու սկսում է սին հույսեր տալ։ Գիտեք ես որն է, հեսա Ռուսաստանը կպատժի Ադրբեջանին, հեսա արաբական պետությունները Ադրբեջանին կոկասեն կողմնորոշվի։ Ես անկեղծ եմ ձեզ ասում, ես ցավով եմ սա նշում, հայկական վերլուծական դաշտը պլինտուսից ցածր մակարդակի վրա է, շրիշակից են ասում, հա։ Եվ ես այնքան կուզենամ, որպեսզի այդպես չլինի։ Բայց ես արդեն եթե ինձ ինչ որ կոնկրետ բան չեն ուղարկում, արդեն իմ հետևորդները այնքան կիրթ են դարձել, որ արդեն գիտեն ինչն է հիմարություն, ինչն է աբսուրդ, ուղարկում են ու ճիշտ մեկնաբանությամբ։ Ես ուրեմն իրանք են ինձ օգնում շատ բաներ լսեմ հետևեն, ասում են մի հատ սա լսի հլտես ինչեր են խոսում, օրինակ, հա։ Եվ դրա համար գիտեք ինչ Թրամփը քանի անգամ կանգնել ասել է ես դիկտատոր չեմ, ես չեմ սիրում դիկտատորներին, պարզ կանգնեց ասեց որ մենք այսօր էլ եթե նկատեք բանի հետ Ստարմերի հետ բազմիցս խոսացին որ իրենք պետքա այդ իրանք ազատ աշխարհի առաջնորդներն են իրանք արժեքները պահպանողներն են անգլալեզու պետություններում այսպես դեմոկրատիան եւ ամեն ինչը ապահովագրողն են ազատությունները եւ այլն դա աբսուրդ է ուղղակի այլ հարց է որ քաղաքական շատ սուր պայքար է գնում եւ երկրորդը մի բան հաշվի առեք Թրամփը 80 տարեկան է դառնում արդեն նա այդ ինչ դիկտատոր դառնալու մասին է խոսքը կամ ինչ տենց հիացած լինելու մասին է խոսքը նա հասկանում է նա արդեն տեսեք երեք մի հետարքիր բան ասեց թակավորի այդ հանդիպման ժամանակ ասեց դե պատմական էր չէ երկու անգամ են իրան կանչել Մեծ Բրիտանիա ասեց հուսով եմ որ սա այն վերջին այցն է հասկանում եք դա ինչ է նշանակում ասեց ես հուսով եմ որ սա այն վերջին այցն է դա նշանակում է որ ես էլ չեմ բան անելու էլ չեմ գալու որտեղ էլ նախագահ չեմ լինելու այո գիտեք ինչ չեմ ուզում ասեմ դա դեգեներատիզմ է ինչա բայց ասենք մեկը մեկնաբանում ասում Թրամփը այդ ամեն ինչ անում է որ Նոբելյան մրցանակ սա հասկացանք ուզում է Նոբելյան մրցանակ բայց չի նշանակում որ ինքը Ամերիկայի շահը վարի է տալի Նոբելյան մրցանակի համար ասենք այդ տարբեր բաներ է էլի Հիմա փաստաթղթին վերադառնալով կխնդրեմ կներեք մի բան ասեմ ձեզ կներեք մի բան ասեմ հիմա այն ասենք տգետները որոնք ասում են որ Թրամփը ինչ անում է որպեսզի Նոբելյան մրցանակ ստանա հիմա հարց տեսեք
Ամբողջ Եվրոպան այսօր հաշվի առնելը որ ինքը եւ դա པարզ ասվում է եւ դա པարզ ակնարկվում է եւ ես այդ մասին այսինքն արդեն կանխատեսել եմ որ ինչու է այդպես Իսրայելի պահով եւ այլն եւ էդ էլ իրականում հենց այդպես էր որովհետեւ սկսեցին հետո արդեն վերջերս ակնարկներ գնալ քանի որ արաբները եւ տարբեր մահմեդականները Պակիստանից, Աֆղանստանից լցվել են Եվրոպա, Սիրիաներից եւ մնացած տեղերից արդեն հաշվարկում են, որ երկրներ կան, որտեղ 5% էլեկտորատ են կազմում նրանք։ Եվ եվրոպական պետությունները, որոնք այսպես ասում արդեն շատ է խիստ ձախ ուրեմն լիբերալիզմ են գնացել, շատ ժամանակ ասենք գումարվել է դրան մահմեդական բնակչությունը, որը էլեկտորատը դարը եւ 5% ձենը արդեն ունի ընտրությունների ժամանակ, դրա համար եվրոպական պետությունները արդեն այդ իրենց միգրացիոն քաղաքը, ինչի մասին իդեպ նաեւ խոսեց Թրամփը եւ անգամ ուրեմն բրիտանացի լրագրողներն են հենց այդ ակնարկները անում, ասում են մի հատ սովորացրեի քիստարներին ոնց ապեր փակել է միգրացիան, հա Թրամփն էլ ասեց, ինչ էլ դա արժենա, ասեց ես ասել եմ Սթարմերին, պետք է ընդհանրապես զորք ա պետք, ինչ ա պետք, այդ հումանիստական բան, այդ բաները պետք է մոռանաք, եթե ուզում եք միգրացիան փակեք, հա։ Այսինքն, եթե Թրամփը տարական բան եմ ասում, ինչի Իսրայելը ասեցի, ուզենար Նոբելյան մրցանակ ստանալ ամեն գնով, նա թույլ չէր տալ, որ Նետանյահուն մտներ Գազա։ Ճիշտ եմ։ Իսկ նա այսօր կանգնած ամեն գնով ցույց տվեց, որ ինքը տեղյակ է, ինքը Նետանյահուի պահանջները կրկնեց այս բանում, Մեծ Բրիտանիայում, այս Միացյալ Թագավորությունում, եւ ինքը շատ լավ հասկանում է դա անելով ինքը նվազեցնում է իր Նոբելյան մրցանակի ստանալու հնարավորությունը, համաձայն չեք ինձ հետ։ Բայց հայկական դաշտը լսում ես Թրամփը թքած ունի Ամերիկայի վրա, թքած ունի սաղի վրա, ինքը մեկ բա մեր մարազմատիկա մեծա ինքը ամեն գնոց մա մեռնելուց առաջ Նոբելյան մրցանակ ստալա։ Նստած լսում ես, ասում ես Աստված ջան, էս ուր եմ ընկե։ Էս ինչ Պարոն Չիբուխչյան, քանի որ վաղուց չենք խոսել, հիմա նույն այդ քաղաքական վերլուծական դաշտը օգոստոսի 8-ից հետո կարողացավ հնարավորինս գնահատել ԱՄՆ-ի շահը, գնահատել Ադրբեջանի շահը եւ Հայաստանի շահը համարել, որ ոչ մի կերպ չի պաշտպանվել այդ փաստաթղթում, ավելին Նիկոլ Փաշինյանը ընդամենը վերընտրվելու հարց է լուծել։ Հիմա եթե փորձեք կողմերի շահերը ներկայացնել, ինձ համար շատ հետաքրքիր է ձեր դիտարկումները, ինչ շահեց այս նախաստորագրված փաստաթղթով, ճիշտ է ասացիք, դետալները համաձայնեցված չեն կամ հրապարակված չեն, դեռ հստակություն չկա, բայց ամեն դեպքում եղածով ինչ կարող ենք ասել, ԱՄՆ-ն ինչ ստացավ, Ադրբեջանը ինչ ստացավ եւ Հայաստանը ինչ ստացավ։ Ոչ մեկ, ոչ մի բան դեռ չի ստացել։ Ամենայն անկեղծությամբ։ Ու եկեք ել եմ ասում, տեսնում եք, ես այդ դիսկուրսը լսում եմ ախր Էլիզա ջան։ Տեսեք, մինչև դետալները չպարզվի, մինչև չտան կոնկրետ, չստորագրվի, որ այ ստեղծվում է այսպիսի կոնսորցիում։ Այ սահմանը պահելու են ամերիկյան ուժերը։ Ընդ որում, արդեն Բաքուն բացել է բանի դաշտը։ Բաքուն անվտանգության հարցն է բարձրացնում։ Տեսեք, ուշադրություն դարձրեք ինչա կատարվում։ Փաշինյանին Ամերիկա տանան Ադրբեջանն ու Թուրքիան, ցավոք սրտի։ Այդտեղ կա ճշմարտություն, որ Ադրբեջանի նախաձեռնությունները, իդեպ առաջիններից եմ այդ մասին ասել։ Առաջիններից։ Մենք մի երկու հոգով էինք մաքսիմում, որ այդ մասին խոսեցինք։ Այո, Ադրբեջանն, որոնք վերլուծում են անաչառ, անկախ։ Ակնհայտ էր դա, որտեղ մարտից Վիտկոֆի հետ կապի մեջ էր Ալիևը եւ այդ process-ը կազմակերպում էր։ Ադրբեջանը նպատակը հետեւյալն է. ուզում է ԱՄՆ-ին համոզի, որ քանի որ տարածաշրջանի ամենահզոր բանակը ինքը ունի եւ ամենահզոր ուժը ինքն է, ինքը կարող է սպասարկել Միացյալ Նահանգների շահը, բայց դրա դիմաց ինքը ուզում է Սյունիքը, այսինքն ուզում է այդ ճանապարհը։ Այդ ճանապարհը ասենք, հա, կոնկրետ էսպայի դրությամբ։ Ուրեմն արանքում փորձեց փայ մտնել Թուրքիան, հասկանալով, որ դրանով միևնույնն է, ինչքան էլ Ադրբեջանը իր շահը ապահովում է, բայց այստեղ խնդիր կա, ինքը չի ուզում կորցնի Նախիջևանը, որովհետև Նախիջևանը ըստ Թուրքիայի ազդեցության տակ է, եւ իրականում Ադրբեջանը եւ Թուրքիայի միջև էդ էլ է ճշմարտություն, այդ մասին շատ շուտ մանից եմ խոսել, ես դեռ առաջարկում էի դեռ պատերազմից հետո օգտվել թուրք-ադրբեջանական հակասություններից։ Իրականում Թուրքիան հասկանում է, որ այդ ճանապարհը ոնց էլ Ադրբեջանը բացի թուրքական աշխարհը կախվածության մեջ է անգնում Իրանից, գումարած այն տնտեսական հերանեկարները հատկապես ուրեմն ինքը ուզում է դառնա գազային հաբ, նավթային հաբ, գումարած Չինաստանից արևելք-արևմուտք ապրանքների հիմնական տեղափոխողը։ Իդեպ իրենք այս ծրագիրը ուզում էին անեին Ռուսաստանի հետ։
Բայց քանի որ Ռուսաստանը Ուկրաինային պայթեց, Էրդողանը հասկացավ, որ իսկ ինչու ինքը մենակ դա չանի, թող ԱՄՆ-ի ձևական ներկայությամբ, այսինքն կոպիտ ասած անենք ԱՄՆ-ի հետ, մեկը ԱՄՆ-ն շատ հեռու է, ԱՄՆ-ն զորք չունի այս տարածաշրջանում, մենք սա կարող ենք անել ԱՄՆ-ը, այսինքն մենակ ինքը կարա դառնա շահառու այս փաստաթղթի։ Դրա համար հիշում եք Իրանում սկսեցին խոսել արդեն պանթուրքիզմից։ Հիշում եք, Իրանում սկսեցին այդ հարցը բարձրացնել, վտանգը տեսնել։ Եվ ինչ տեղի ունեցավ հիմա։ Բայց քանի որ Թրամփը եւ իր ադմինիստրացիան հասկանում են ինչ է ուզում Թուրքիան եւ իրանք ի սկզբանե հասկանում են այդ պատերազմի պատճառը, որ Ռուսաստանն ու Թուրքիան միասին ուզում էին երրորդ բևեռ կազմել, Ուկրաինան գրավելով, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ եւ այդ լոգիստիկ ուղիները արևելք ու արևմուտք կարողանային տոտալ վերահսկողության տակ վերցնել, ստիպելով եւ արևմուտքին եւ արևելքին, իսկ Չինաստանին, այսպես ասենք, հաշվի նստել իրենց հետ, դրա համար շատ լավ հասկանում է թե Թրամփը ինչ է անում Էրդողանը։ Հետևաբար, երբ որ գնացին Ադրբեջի Վիտկոֆի հետ բան եւ այլն, այնտեղ ենթադրում եմ Ռուբիոն է նաեւ բացատրել եւ ենթադրում եմ հենց իր խորհրդականները քաղաքական բացատրել ինչ անում։ Թրամփը կարողացավ այս գործընթացը թեքել ամերիկյան կողմի վրա։ Դրա համար, եթե դուք ուշադրություն դարձնեք, փաստաթղթի մեջ թողնված է հնարավորություն, որ միայն Հայաստանն ու ԱՄՆ-ն կարող են որոշել այդ սահմանի ճակատագիրը, այդ ճանապարհի ճակատագիրը։ Դրա համար Թրամփը ասես չի կոչվելու Զանգեզուրի միջանցք, որ հայերը ված չզգան, կկոչվի TRIP, եւ այդ ճանապարհը կտակ մեզ 99 տարվա կտակ կառավարման, այսինքն այնտեղ հələ այդ եմ ասում, իրանք ասում են մենք չենք տալու ճանապարհ, մենք տալու ենք ինչ որ ձեռնարկություններ, հասկանանք ինչն են տալու։ Բայց ասում եմ արդյոք խոչընդոտ անցնել ադրբեջանական բեռների մարդկանց հենց այդ եմ ասում, այսինքն այդ բոլորը հարցեր են, համենայն դեպս իրականությունը հետևյալն է։ Թուրքիան եւ Ադրբեջանը առաջին փուլով ձախողվեցին մեծ հաշվով, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ չտվեց, որպեսզի այն ծրագիրը, որ իրականացնում, նախ տեսեք, խոսում էին թուրքական ընկերության մասին, անգամ Տեխասից, ասում էին, որ այդ ճանապարհին պետքա ներգրավվեն թուրք-ադրբեջանական ընկերություններ։ Այսինքն ինչ է հիմա, բայց բարեբախտաբար այդ փաստաթուղթը կազմվեց այնպես, որ ճիշտ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է շահած դուրս գալ, առնվազն դուրս գալ իզոլացիոնիզմից, բայց ինչու Ալիև եւ սրա գլխավոր ինդիկատորը, ով ինչ ուզում է ասի, գլխավոր ինդիկատորը նա է, որ Ալիևը ոչ թե ստորագրեց, այլ նախաստորագրեց։ Վերջ։ Թրամփը ծաղրեց Ալիևին եւ հասկացրեց, որ դու դիկտատոր ես եւ 22 տարի իշխանության շատ երկար է, շատ կոնկրետ հասկացրեց Ալիևին։ Հիմա, բայց կա հակառակ կողմը, ովքեր են Հայաստանում իշխանության եւ ինչ են ուզում անել այդ ճանապարհի հետ։ Այսինքն սա միայն հիմա ինչու Ալիևը համաձայնեց, որ անգամ այդ պայմաններով, որովհետեւ Ալիևը համոզված է, որ ռեգիոնալիստները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի իրենք ձախողելու են, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրեմն շրջապատը ինքը շատ լավ բացահայտում է, թե որն է նպատակը այս իշխանության, որտեղ իրենք իրար հետ հոգևոր եւ քաղաքական առումով խիստ կապված է։ Այսինքն, որ ճանապարհը չպետք է լինի միայն Ամերիկայինը, որ պետք է BRICS-ին տալ հյուսիս-հարավ երկաթգիծը։ Չի այդ տարբերակով մենք ուղղակի ոչ մի բանից չենք օգտվել, մենք վարի ենք տալու այդ ամեն ինչը։ Եվ դրանից օգտվելու է Ադրբեջանը։ Օբրայենը, որը Բլինքենի տեղակալն էր, որը զբաղվում էր հենց այդ հարցերով, հոդվածը հրապարակում 2 շաբաթ առաջ, 2-2.5 շաբաթ առաջ։ Եվ նախազգուշացնում է, թե Օբրայենից լավ ով է տեղյակ այդ process-ներից։ Ոչ մեկ։ Եվ պարզ ասում է, որ սա Հայաստանի համար վտանգավոր է, բայց կա հնարավորություն այդ վտանգը սարքելու առավելություն։ Իդեպ, այս մասին, եթե հետևում եք իմ եթերներին, ես ասում եմ, սա անմիջապես, որ այս պայմանագիրը մեզ համար լավ էր, եթե կարողանանք ճիշտ օգտվել, եթե չէ Ադրբեջանն է օգտվելու։ Սրա մասին է խոսքը, դրա համար հիմա ասել կոնկրետ ով շահեց, ինչ արեց, այս պայն հնարավոր չի, որտեղ եթե Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը միասին բերելու են Հայաստան BRICS-ին, որպեսզի հյուսիս-հարավ երկաթգիծ եւ խաղաղության խաչմերուկ են, ուրեմն ասում պարտադրելու, Թրամփը դրա տակ չի ստորագրել։ Թրամփը չի գնալու
նրան, որպեսզի Իրանից Ռուսաստան կապ ապահովի այս պահին։ Թրամփը այս ճանապարհը այս պահին ուզում է Չինաստանի հետ իր դիրքերը ուժեղացնելու, Չինաստանի հետ իր հարաբերությունները պարզելու, Չինաստանին ավելի մեծ վերահսկողության տակ պահելու, որտեղ գլխավորը այսօր Սյունիքի ճանապարհը նրա համար է, որպեսզի վերահսկվի Չինաստանը։ Իսկ դուք գիտեք գլխավոր մրցակիցը Միացյալ Նահանգների դա Չինաստանն է։ Հատկապես որ դուք տեսնում եք հիմա պահանջում է Եվրոպան էլ տարիֆներ մտցնի Չինաստանի նկատմամբ, ինքը ուզում է գա այդ ճանապարհի գլխին կանգնի, որպեսզի կարողանա Չինաստանին պարտադրել այն ինչ որ ուզում է պարտադրել, այսինքն գլխավորապես վերահսկողական նպատակներով։ Փաշինյանը ուզում է այդ ճանապարհը բացի բոլորին ճանապարհ տա, բոլորից փող աշխատի, բայց Հայաստանի տրանզիտի փողը ինքան քիչ է լինելու բոլոր այդ դեպքերում։ Ոչ էլ Հայաստանը արտահանելու առանձնապես բան ունի, որ ասենք շահի միլիոններ, բայց դրանից շահելու են միայն, ինչպես ասում էր լուսահոգի Արմեն Հովհաննիսյանը, մեգա դախալչիները։ Այսինքն միայն քո բիզնես էլիտանը շահելու դրանից, միայն գրպաններ են հարստանալու։ Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտվել միայն այն դեպքում, երբ որ կոնկրետ ոչ թե ընդեղից BRICS բերի, ստեղից էս բերի, փորձի սաղին միտեղ լցնի, որ ավելի վատ դարձնի, այլ դու պետք է կարողանաս դառնաս օրինակ Միացյալ Նահանգների այնպիսի դաշնակից, որ օրինակ այսօր Մեծ Բրիտանիա ինչի մասն էր խոսում, Մեծ Բրիտանիան ու ուրեմն ԱՄՆ-ն որոշել են, որ պետքա տեխնոլոգիական արհեստական ինտելեկտի ոլորտում ամենասերտ համագործակցությունը հաստատեն եւ ամենաբարձր տեխնոլոգիաներով փոխանակվեն, ամենաառաջադեմ, հա, եւ Թրամփն էլ ասաց, որ ձեզանից ավելի ուժեղ դաշնակից ես չունեմ, այսինքն ամեն ինչ կանեմ, որ դուք լավ լինեք, մոտավորապես այս տրամաբանության մեջ։ Նույնը պետք է անի Հայաստանը։ Երբ որ դու բերում ես ինչ որ սուտ կեղծ տրանզիտի գաղափար ես դնում, ընդամենը ունենալով 42-45 կիլոմետր, բոլորը ավելի շատ են օգտվելու այդ տրանզիտից, քան դու, հա։ Երբ որ դու բերում ես, դնում ես այդ կեղծ գաղափարը, դու չունենալով ոչ որակյալ ապրանք, ոչ ասենք մնալով ԵԱՏՄ-ում, ասենք չունենալով լուրջ արդյունաբերություն, ի՞նչն ես արտահանելու, ասենք նստած ես, որ Իրանը մի բան պետք է արտահանի, Ռուսաստան քեզ կրճոններ գցի, ընդ որում եթե այդ ահռելիներ դրումները անեն ինչ որ կազմակերպություններ, ամեն մեկ իր փայը վերցնելու է, բարձա չէ Լիզա ջան, ու ձրի չեն անելու, միլիարդներ այդ երկաթգծերը, այդ ճանապարհները իրանք իրենց օգուտ պետք է հանեն։ Հետաբար իրենք իրենց կոտորում են ոչ թե Հայաստանի համար, այլ ինչ որ մեգա դախլչիների համար։ Մեր օգուտը պետք է լինի այն, որ դու ճանապարհը բացվում, այսինքն Թուրքիայի սահմանը բացվեց, դու արդեն գրավիչ ես օտարերկրյա ներդրողների համար։ Իսկ տվյալ դեպքում, քանի որ տարածաշրջանը եւ Հայաստանը որպես քրիստոնեական երկիր շատ կարևոր է արևմուտքի համար, բնականաբար եւ իրանք ուզում են այդ ճանապարհի վրա բոլորն էլ ազդեցություն ունենալ եւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները, Հայաստանում կսկսվի ներդրումներ ոչ թե այդ ճանապարհից ինչ որ օգուտներ քաղելու համար, այլ միայն նրա համար, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուրը ունենա իր ազդեցությունը։ Եվ բերի ու ներդրումներ անի։ Եվ այդ պարագան արդեն վախացնում է ռեգիոնալիստներին։ Ոնց, որ այս մեկը խոսքի, չգիտեմ, մեր Վաղոյինն է, այս մեկը մեր Պողոսինն է, այս մեկը մեր Պետրոսինն է, որ Եվրոպան, Ամերիկան եկավ ներդրումներից։ Մենք ոնց ենք այս երկիր իրանց հետ բաժանելու։ Հազիվ մենք մեր տղեկով բաժանել ենք, լափում ենք, էլի։ Ոնց կարանք այս թողենք, որ ասենք եւ այլն։ Դրա համար բանը զգուշացրեց Օբրայենը, լինելով լավատեղյակ, լավագույն, այսինքն լավագույն տեղեկացված մարդկանցից, ասեց. Եթե դուք չեք ներգրավում Եվրամիությանը ու շտապ, այսինքն սա նաև նշանակում է մտնել Եվրամիության տնտեսական տարածք, որովհետև եթե դու ԵԱՏՄ ես, գալիս է ապրանքդ ուրեմն այլ տնտեսական ուրեմն բանով, կմտնում ես ԵԱՏՄ, գումարները մեծանում է, դուրս է գալի նորից այլ հարկ ես վճարում, արդեն այս ճանապարհի տրամաբանությունը փոխվում է, հասկանում եք, այսինքն արդեն դժվարություններ է առաջանում այս պարագայում։ Դրա համար պարզ ասեց Օբրայենը, հասկացրեց, որ Եվրամիությունը պետքա գա եւ այդ երրորդ կողմին, որ դուք պետքա տակ այդ ճանապարհը կառուցելու, չգիտեմ ինչելու, Ամերիկայից միասին, այդ երրորդ կողմը պետք է լինի Եվրամիությունը, որտեղ ԱՄՆ-ն չի կարող այդքան ֆինանսավորել միանգամից։ Ասում է, ես լավ գիտեմ ԱՄՆ ֆինանսական հաստատությունները ոնց են աշխատում։ Այդքան գումար չի հատկացնելու։ Հետևաբար, եթե ԱՄՆ-ն չհատկացնի այդքան գումար, շատ արագ փայ են մտնելու այլ երկրներ, երրորդ անցանկալի եւ արդեն բարձր չէ Թուրքիան, Ադրբեջանը, այնտեղ չգիտեմ, ինչ որ արաբներ, ինչ որ չգիտեմ ինչեր, հա, դրա համար էր գնում Ալիևին տեսնում արդեն, որ դրանք Փաշինյանի հետ չեն լուծում հարցը, իրանք Ալիևի, իրանք ուժեղի հետ են լուծում հարցը։ Եթե Հայաստանը գնում է բոլորին բավարարեմ տարբերակով BRICS, չգիտեմ ինչ, խառնի, դրա համար Փաշինյանի գնալը, դիմելը Չինաստանի ռազմավարական գործընկեր դառնալը Իրանի հետ դա պատահական չի։
Դա ճշգրիտ այն ծրագիրն է, որ անում է ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուղղակի մարդիկ դեռ տակին չեն հասկանում եւ Ալիևն է նստած սպասում է, իդեպ ամենակարևոր բանն էլ Օբրայենը ասեց։ Ալիևը փորձելու է, երբ որ Հայաստանը տապալի այս գործընթացը, Ալիևը փորձելու է համոզել Տրամփին, որ ինքը կարող է ապահովել անվտանգությունը։ Ինքը կարող է ապահովել, այսինքն հասկացաք, չէ՞ ինչ ամ, ճանապարհը վերցնում է իր ձեռքը։ Ուղղակի ինքն է կանգնում այնտեղ։ Եվ պատկերացնում եք Օբրայենի հոդվածից անցնում է շաբաթ ու կես երկու շաբաթ, Ալիևը ամերիկյան պատվիրակության առաջ Բաքվում դնում է ճանապարհի անվտանգության հարցը։ Սաղ բռնում է։ Հետևաբար, այս իրավիճակում, կներեք, մի քիչ երկար ստացվեց, բայց որպեսզի ամբողջական հասկանաք ինչ է կատարվում։ Դրա համար հարցը ով շահեց այս պահին, ում շահնա ավելի, ես մաքսիմալ ներկայացրեցի բոլորի շահերը, ճիշտ է։ Բոլորին էլ ներկայացրեցի, Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ, Թուրքիան էլ, Միացյալ Նահանգներն էլ։ Հարցը այն է, երբ որ դետալները པարզ կդառնա, արդեն ում է ճանապարհը, ով է ներդրումները անելու, որտեղ է կանգնած լինելու հայ Մաքսայինը, այդ ժամանակ որ ճանապարհով գնաց Հայաստանը, հələ հարցը Վաշինգտոնյան համաձայնությունները կարողանան կյանքի կոչել, թե չէ, իսկ մենք խոսում ենք այս պայդրությամբ ով շահեց։ Այս պահին բոլորը փորձում են լուծել այդ հարցը շահելու, բայց դեռ այս պահին չկա ոչ մի բան, համենայնպես մեզ հայտնի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ամփոփելով պարոն Չիբուխչյան հայ-թուրքական սահմանի այդ բացման հնարավորությունը ինչպես է գնահատում, թուրքական պատվիրակությունը եկավ, գնաց, բայց կարծես թե կոնկրետ պայմանավորվածություններ այդպես էլ ձեռք չբերվեցին, ինչ կարող եք ասել։ Տեսեք, թուրքական պատվիրակության հետ կապված։ Ուրեմն Թուրքիան, ինչպես Արարատ Միրզոյանը խոստովանեց,
Իրենք մտածում էին, որ իրենց որ Թրամփի մոտ դա ստորագրվի, Թուրքիան այլևս չի ունենալու պատճառ ճանապարհը եւ սահմանը փակ պահելու։ Այո։ Բայց բարձրացի Թուրքիան ունի պատճառ։ Երկրորդ ինդիկատորը շատ կարևոր, այսինքն դուք հասկանում եք արտաքին գործերի նախարարը խոստովանում է, որ իրենք մտածում էին, որտեվ դա նախաստորագրելն էլ կապ չունի, եթե դա Թրամփի մոտ է, Թրամփն էլ դե այդ process-ն էլ թուրք-ադրբեջանական է եղել, Թուրքիան ինչ ուներ դա, հիշում եք Փաշինյանը կանչեց, ինչից սկսվեց դա ամենը, Փաշինյանին Էրդողանը կանչեց իր մոտ։ Դրանից հետո չէ սկսեց։ Այս տեր շոուն էլ չէ, այս կոնտեքստում սկսվեց մարդկանց շեղելու, որտեղ process էր գնում արդեն, այդտեղից սկսվեց։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Երկրորդ ինդիկատորը, որ իրենք բավարարված չեն եւ ԱՄՆ-ն կարողացավ Թրամփը այս բանին թեքել իրենց օգտին այդ ամեն ինչը, հուսով որ Հայաստանում կլինեն հայրենասեր, այսինքն ինքը հայերին նվեր է արել այս բանին հասկացող հայերի համար, արժանապատիվ հայերի համար նվեր արեց, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը արդեն վերցնում էին այդ ճանապարհը Թրամփի միջոցով, բայց Թրամփը պատտեց, շրջեց իր օգտին եւ տվեց հնարավորություն Հայաստանին խիզախ քայլերով շահել բոլորից։ Բայց մենք տեսնում ենք այն ինչ որ հիմա կատարվում է եւ այն որոշումները եւ այն խոսույթը որ հիմա կիրառվում է, ես ուղղակի սարսափած եմ, որտեղ ես առնվազն չեմ տեսնում դա։ Այսինքն հիմա Թուրքիան չի բացում սահմանը, որովհետեւ նշանակում է Թուրքիան էլ չի ստացել Իրանը եւ շարունակում են ուրեմն բազարները, այսինքն բանակցությունները, ով ումից ինչքան կարող է փոկել, ժամանակ շահել։ Հիմա Թուրքիան ասում է Ադրբեջանը հետ կհամաձայնեցնես, միջև վերջ։ Հիմա ամենայն անկեղծությամբ ձեզ ասեմ, եթե Թուրքիային ամեն ինչ ձեռնտու լիներ, չէ՞ որ Ալիևն էլ է հիմա ակնարկում, ասում է խաղաղություն է։ Մենք, այսինքն անգամ ինքը հիշում եք Սպիտակ տանը ասեց, որ երբ որ լրագրողը հայ հարց տվեց հարցակվելու եւ ապահովելու կապած, հիշում եք ինչ պատասխանեց, հա։ Այո։ Դա ամբողջությամբ հերիք էր Թուրքիային, որպեսզի ինքը բացեր սահմանը, եթե իրեն դա պետք լիներ։ Բայց Թուրքիան չի բացում սահմանը։ Հիմա արդեն պետք է հասկանալ, ենթադրում եմ, իրենք էլ են սպասում այդ դետալներին, այս պահի դրությամբ իրենք ամերիկացիների հետ են բանակցում, Ադրբեջանի հետ են բանակցում, իսկ բոլորը ակտիվ խաղ են ստանում, մաքսիմալը ստանալու։ Բայց չէ որ հայ-ամերիկյան, միայն հայ-ամերիկյան որոշումը պետք է լինի այդ ճանապարհի հետ կապված։ Բայց բոլորը սպասում են, ենթադրում եմ այդ դետալներին։ Իսկ դետալների հստակեցում սպասել մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո։ Մի կներեք մի բան ասեմ այս առումով հետաքրքրական, տեսեք, Թուրքիային, այո, ամեն դեպքում Թուրքիան այս պարագայում մի բան է հասկանում, որ անկախ ինքը փորձի ստանալ մաքսիմալը, բայց եթե նկատում եք Թուրքիայի դիրքորոշումը թեթև ավելի մեղմ է, այսինքն մեղմացել է, որովհետև իրենք հիմա ենթադրում եմ հաշվարկում են նաև իրենց վիճակը մերձավոր արևելքում, իրենց տնտեսական վիճակը, ինչ կշահեն, հասկանում եք, այսինքն այս իրավիճակում թուրքերը կուզենան ուրեմն զիջումների գնալ կոպիտ ասած, սենց ասեմ, հա, դրա համար իրենք հիմա հաշվարկում են, ենթադրում եմ այդ զիջումների հնարավորությունը, որովհետև ի վերջո, եթե այդ ճանապարհը բացվի, գլխավոր շահառուն լինելու է Թուրքիան։ Հարցը հետևյալն է, Թուրքիային որքանով է ձեռնտու Ամերիկայի ուժեղ ներկայությունը, որովհետև մենք ամեն դեպքում տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեցին ֆրացնել Տրամփին բերել այնպես, որ ամերիկյան թույլ ներկայությամբ այդ ճանապարհի վերահսկողությունը գլոբալ իրենք իրականացնեն։ Հիմա ենթադրում եմ Թուրքիան իր հաշվարկներն է անում այս պահի դրությամբ, մտածում է կոպիտ ասած դե ջանդամ ամերիկացիք որ վերահսկեն, բայց մեկա բան, հա, մենք այդ օգուտը կունենանք, այսինքն մենակ այդ թուրքական պետությունները Միջին Ասիայի, որ արդեն մեզանով այդ ամեն ինչ անցկացնեն, հա, թեկուզ նույն Ղազախստանը, որ հիմա Ռուսաստանով է արտահանում իր նավթը, կուզենա ասենք արտահանի Թուրքիայով, դա արդեն Թուրքիայի համար ազդեցության լծակ է եւ գումարած լրացուցիչ եկամուտ է կոպիտ ասած, հա։ Դրա համար այստեղ սա բարդ հաշվարկներ է, բայց նորից եմ կրկնում, երբ որ մեր արտգործնախարարը արդեն ասում է, որ մենք զարմացած ենք, ոնց Թուրքիան պետք է բացեր արդեն, բայց չի բացել, դա էլ է երկրորդ հանգամանքն է խոսում, որ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան բավարարված չեն։ Հիմա Եվ շատ կարճ դետալները կհստակեցվեն ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո ինչ սպասել։
Տեսեք, դետալները հայերը ես ասեմ ձեզ, ես այսպեսի մի բան կա։ Ես չեմ կարող ասել կոնկրետ երբ դա կլինի, ամերիկացիները կարծես թե շտապում են։ Այդպեսի տպավորություն է ստեղծվում։ Ես չեմ կարող ասել կոնկրետ Հայաստանը ինչ դիրքորոշում է ворթեգրում, որտեվ տեսեք, էլի ստեղ հարցը։ Եթե Փաշինյանը փորձելու է բերել Ռուսաստան, BRICS, Չինաստան եւ Իրան այս ճանապարհի վրա, կոնկրետ արդեն ուղիղ մասնակցության, դա ձգձգելու է process-ը։ Process-ը կարող է ձգձգվի ընտրություններից հետո մինչև, հա, ընտրությունների արդյունքում էլ ով կընտրվի, ում հետ Փաշինյանը կոալիցիա կկազմի կամ չի կազմի, ով կդառնա իշխանության, այդտեղից դրապես կոորդինալ կարող է իրավիճակը փոխվի։ Դրա համար եմ ասում, այնքան բարդ ու խուճուճ է, որտեղ հələ հարց է, այդ Վաշինգտոնյան պայմանագրերը հնարավոր կլինի իրագործել, թե ոչ։ Դրա համար տեսեք, այս պահի դրությամբ մի քիչ մանիպուլատիվ է, որ ասենք ով կշահի կամ ով չի շահի, կամ ով է շահել, կներեք, ով է շահել արդեն կամ եւ այլն։ Այսինքն ավելի ակտուալ է, ինչ որ մենք խոսացինք, ով կշահի, ով կարող է շահել, ով ինչ հնարավորություններ ունի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։